ընդդիմադիր ուժերը եղել են թիրախում եւ պատահական չէ, որ հարյուրավոր մեր աջակիցներ հայտնվել են, այսպես ասած, քրեական հետապնդումներ են ենթարկվել, աշխատանքից են ազատվել այդ մարդիկ, իրենց տարբեր գործարարներ, որոնք որ աջակցել են կամ մասնակցել են ընդդիմադիր հավաքներին, այդ մարդկանց գիտեք, որ ինչա կատարվել այդ մարդկանց բիզնեսների հետ, եւ այս առումով բնականաբար ամենաշատ բռնաճնշումների, ամենաշատ հալածանքների ենթարկվել են հենց ընդդիմադիր հայացքներ ունեցող անձիկ կամ այն մարդիկ, որոնք չեն կիսում իշխանության մոտեցումները։ Ես նորից եմ կրկնում, ես համոզված եմ, այդ համոզմունքը ունեմ, որ որևէ մի քաղաքական ուժ, այս պահի դրությամբ եմ ասում, չի կարող միայնակ 50+1% ստանալ։ Դա պարզ ճշմարտություն է, որը կարծում եմ, որ դուք էլ եք կարծիքի հետ համամիտ։ Իսկ քաղաքական ուժերը, որոնք հայտ են ներկայացրել ընտրություններին մասնակցելու, այդ քաղաքական ուժերը գնալով ավելի են ուժեղանում, բլոկներ են ձևավորվում, այդ ուժերի կոնսոլիդացիա լինում եւ ես ուրախ եմ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի եւ իշխող ուժի նպատակը դա ստեղծել մի մթնոլորտ, որտեղ որ ընտրողը չի ուզենա գնա մասնակցել ընտրական process-ներին, այսինքն հիասթափություն ստեղծի, ապաթիա ստեղծի, ֆոն ստեղծի, որ իրենք այլևս որևէ մի խնդիր չունեն, բայց կարծում եմ, որ դա թյուր կարծիք է եւ կրկնում եմ, ապագայում դուք կտեսնեք, որ շատ ավելի մեծ թափով եւ շատ ավելի հանդիպումների շարքով եւ այլ մեր պլատֆորմները, մեր ծրագրերը ներկայացնելով մենք կհասնենք մեր նպատակին։ Ես այդ համոզմունքը ունեմ։ Շնորհակալ եմ։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։